Պարոն Ղազինյան, այս ելույթի մի մասը ուզում եմ օգտագործել ձեզ հարցեր ուղղելու համար, քանի որ հնարավորություն չեղավ գրանցվել։ Դուք խոսեցիք մի քանի բաների մասին, դրանց մասին ըստեյության հարցեր ես։ Դուք ասացիք, որ ինքնարժեքից ցածր գնով եք վաճառել հաշվիչները, խնդրեմ մանրամասնեք ինչ տրամաբանությամբ, որովհետև գնել, չէ՞։ Ամեն դեպքում ինչով է բացատրվում այս գործարքը, ես չհասկացա այնքան էլ հիմնավորումը։ Ինչը վերաբերում է դիվանագիտական համարներով ավտոմեքենա վարելուն, անկեղծ որ ասեմ, ես այս պատմությանը ընդհանրապես ծանոթ չէի, գործընկերների հարցից իմացա, ու իմ համար անկեղծորեն խնդիրը ռուսական կամ որևէ այլ պետության համարանիշի մեջ չի, այլ փաստ է ինքնին, որ դուք վարում եք ավտոմեքենա, որը դիվանագիտական համարներով է։ Ես օրենքը նայեցի, վստահ եմ, որ օրենքով արգելված է դա։ Կարող եմ օրենքին հղում անել եւ կարդալ, կարծում եմ համաձայն կլինեք, բայց խնդիրը նույնիսկ օրենքի մեջ չի, էլի մշակութային ինչ-որ բան կա, որովհետև այդ ավտոն ինքնին համարվում է հատուկ ռեժիմով վերաբերմունք ստացած պետության կողմից ավտոմեքենա, որով օրինակի համար կարելի է որոշակի խախտումներ անել եւ դրանով է պայմանավորված, որ իրավունք չկա ոչ դիվանագիտացող եւ այն վարորդներին, ովքեր դիվանագիտական ծառայությունների հետ կապ ունեն, այդ ավտոմեքենաները վարել։ Ըստ այդմ, ըստ իս խնդիրը դրանում է ամենևին կամ երկրորդական է առնվազն ռուսական թե լատվիական համարներ են դրանք։ Ես պարոն Ղալումյանի հարցին ի պատասխան դուք ասացիք, որ նոր բաժանորդների թիվն ավելացել էր, ինչով պայմանավորված նախապես կնքված պայմանագիրը ըստ էության փոխվել է, դուք ասացիք ՀՑԿ-ի որոշմամբ։ Այսինքն, հետո կպատասխանեք, ես կխնդրեմ, որպեսզի ուղղակի այս հարցերին անդրադառնաք, ես հասկացա հետևյալը։ Ի սկզբանե եղել է պայմանագիր, որի շրջանակներում 40 միլիարդ դրամի, եթե չեմ սխալվում, շրջանակներում պետք է ներդրում արվեր, իրականացվեր գոյություն ունեցող համակարգերը արդիականացնելու համար, որը ընթացքից կամ կեսից չի իրականացվել պայմանավորված նրանով, որ նոր բաժանորդների թիվը ավելացել է։ Եթե սխալ եմ հասկացել, խնդրում եմ ուղղեք ինձ, բայց ուզում եմ նաև հասկանալ, այս նախաձեռնությունը ձեզնից է եկել, թե ՀՑԿ-ից, այսինքն դուք ասում եք, որ ՀՑԿ-ն է այդ որոշումը կայացնել, կխնդրեի այստեղ հստակեցնեք եւս։ Եվ պարոն Ղազինյան, իդեպ դիվիդենդների բաշխման գաղտնիության վերաբերյալ ես հենց նոր նայեցի օրենքում, այդտեղ գաղտնիություն չկա, սա հրապարակային ինֆորմացիա է, եւ դուք այս կոնտեքստում ասում եք, ես եթե մի բան չգիտեմ, նախընտրում եմ չասել այս ամբիոնից, ու այս իդեպ այս մոտեցումը եւ այս խոսույթը շարունակելով ելույթից մնացած մասը կուզեմ անդրադառնալ նախորդիվ մեր գործընկերների կողմից հնչած ելույթներին, որովհետև այս երկու օր փորձում եմ գրանցվել, ոչ մի կերպ իմ հերթը չի հասնում, իսկ ելույթները շատ են։ Ընդհանրապես ես ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ կոչ արեցի մեր գործընկերներին այս ամբիոնին մոտենալիս փորձել ավելի պատասխանատու լինել թվեր եւ փաստեր հնչեցնելից, բայց քանի որ այդ գործելակերպը շարունակվում է, կարելի է հետևություն անել, որ սա նպատակային նաև նշանակություն ունի մանիպուլյացիայի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման առումով։ Օրինակ, պարոն Մամիկոն Ասլանյանը իր ելույթում վերջին երկար ելույթ տևեց, որի ընթացքում մի դրվագի անդրադառնամ, ասաց 60-րդ հոդվածի հող օտարելը վարչական իրավախախտում է եւ ոչ մի քրեական հետևանք չի առաջացնում։ Ես սա ցիտում եմ, ընդ որում պարոն Մամիկոն Ասլանյանը իրավաբան է եւ հանրության ընկալման մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ մարդը իրավաբան կոնկրետ օրենքից ուրեմն հղում է անում եւ օրենքին հղում անելով արձանագրում է, որ ամբողջ գործը իր նկատմամբ հարուցված շինծու է։ Այնինչ հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, իրականությունը հետեւյալում է, որ քրեական օրենսգրքում օրենսգրքի հոդված 441-ն ասում է հետեւյալը, ուրեմն Անունը պաշտոնատար անձանց համայնքի ղեկավար, ավագանի պետական գույքի կառավարման կամ կադաստրի պաշտոնյաների կողմից ապօրինի օտարման դեպքում
ըստ հոդվածի պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը։ Ամենահաճախ կիրառվող հոդվածն է, երբ պաշտոնատար անձը իմացությամբ կամ անզգուշությամբ 60-րդ հոդվածի տակ ընկնող հողատարածքն ապօրինի աճ ուժով կամ որոշմամբ օտարում է մասնավոր անձի։ Սա քրեական օրենսգրքից եմ ես ցիտում։ Կիրառվում է եւ ու մյուսը պաշտոնական կեղծիքը։ Կիրառվում է եւ 60-րդ հոդվածի սահմանափակումները շրջանցելու համար պաշտոնական փաստաթղթերում կամ կադաստրային քարտեզներում, գրանցումներում կեղծ տվյալներ են մտցվում։ Շարունակելով մանիպուլյացիաների թեման եւ թվերի եւ փաստերի խեղաթյուրման, պարոն Կարապետյանը քիչ առաջ ելույթ ունենալով տնտեսական ցուցանիշներից ասում է, որ աղքատության ցուցանիշը 2018 թվականից մինչ օրս, այսինքն մինչև 26 կամ 25 թվականը, ընդամենը նվազել է 2-3%-ով։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ այն թվերը, որը հավանաբար պարոն Կարապետյանը իրար հետ համեմատում է, հաշվարկվել են տարբեր մեթոդաբանությամբ։ Եվ մասնավորապես 2018 թվականին 23.5% աղքատության ցուցանիշը, երբ որ համեմատում ենք նոր ցուցանիշի հետ հաշվարկված նոր մեթոդաբանությամբ, իրականում կլիներ 28.4%։ Եվ այս պարագայում տարբերությունը հարգելի գործընկերներ կազմում է 7%։ Այդ 2, 3 ու 7։ Այսինքն կարծում եմ այս թվերի մեջ, ընդ որում պատրաստ եմ այս թվերը ձեզ տրամադրել, ոչ մի խնդիր, պարոն Կարապետյան, կարող ենք քննարկել եւ բանավիճել, բայց սա փաստ է։ Հաջորդը հարգելի գործընկերներ, թրիփի պիտի անդրադառնամ, այնուամենայնիվ հնարավոր չէ, որովհետև նույն պարոն Կարապետյանն ասում է, որ իրենք արտահայտել են թրիփի մասին իրենց դիրքորոշումը դեռևս 6 ամիս առաջ։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ հասկանալ դուք ով, որովհետև ձեր խմբակցության անդամներից մեկը մոտավորապես հենց 6 ամիս առաջ արել է հայտարարություն, ըստ որի նա գնահատում է, որ թրիփը Ալիևի կողմից պարտադրված միջանցք է, եւ հենց 6 ամիս առաջ ձեր խմբակցության հայտնի պերսոնաժի մասին է խոսքը։ Հաջորդը խնդիր է մեր հարևան երկրից չունենալ երաշխիքային տրամաբանության աջակցություն։ Եվ տանում եք էլի այս թեման երաշխիքի դաշտ, երաշխավորների դաշտ, եւ ինչ որ բայ ասում եք, նույնիսկ եթե թրիփ նախագիծը չունենա երաշխավոր, մենք վերջի վերջո կբերենք երաշխավոր մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Պարոն Կարապետյան, նախ ուզում եմ միջազգային փորձից մի քանի օրինակ բերել, էլի։ Ուրեմն դուք գիտեք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներից են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը։ 94 թվականի Բուդապեշտի հուշագիր։ Նույնը Կիպրոսի, ուրեմն պարագայում, Կիպրոսի անվտանգության երաշխավորներից են Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Թուրքիան։ Այս համաձայնագիրը կնքվել է 1960 թվականից, ինչից հետո 1970 թվականի 74-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս։ Եվ շարունակելով այս թեման, եւ դուք խոսում եք կոնկրետ մեր տարածքային ամբողջականության երաշխիքների մասին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս պահի դրությամբ կոնկրետ պայմանագրեր կան գործող, որոնք որ տրամաբանորեն պետք է որ ապահովեն մեր տարածքային ամբողջականությունը։ Ուր եք դուք ում հետևից եք ընկել, այսինքն մենք այս պահին ունենք այդ պայմանագրերը, մեկը Ռուսաստանի հետ, ուրեմն 1997 թվականին բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Հոդված 2. Պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում։ Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ եւ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք համատեղ պաշտպանության ապահովման նպատակով։ Ընդ որում հայտնի պայմաններում մենք կհիշեք դիմել էինք եւ արձագանք այդպես էլ չստացվեց։ Եվ նույնը հապկի շրջանակներում, պարոն Կարապետյան, մենք ունենք երաշխավոր, այս պահի դրությամբ գործող պայմանագրեր են։ Դուք ինչ հավելյալ երաշխիք եք պատկերացնում կամ ում կողմից եք պատկերացնում այդ երաշխիքները կլինեն։ Եվ վերջում պարոն Վարդեվանյանը խոսելով բարեվարկությունից եւ հնչեցված արտահայտություններից որպես օրինակ ահավոր տենց վիրավորող արտահայտության ասում է փուրը տալը նորմալ է օրինակ։ Պարոն Վարդեվանյան, մենք լինգվիստիկ ընկալումների տարբերություններ ունենք, որովհետեւ ու վերջում ես իրականում հատուկ մտել նայել եմ բացատրական բառում, փուրը տալը ինչա նշանակում։ Կարակը գցել,
ջուրը գցել, զոհազեխան սեղանին դնել եւ այլ։ Իսկ օրինակ ի տարբերություն դրան սրիկան նշանակում է անբարո, ստոր։ Տարբերությունը զգում եք։ Շնորհակալություն, եկեք նորից շարունակենք այս դիսկուրսը։